Այսօրվա պատգամը կոչվում է Որն է քո թույլ տեղը։ Որն է քո թույլ տեղը, որտեղ է քո թույլ տեղը։ Ամեն մեկս ուժեղ տեղեր ունենք։ Շատերս կարող ենք պարծենալ մեր ուժեղ տեղերով, բայց ամեն մեկս նաև թույլ տեղ ունենք։ Չէ, տեսել եք ուժեղ մարդկանց, մկանոտ մարդկանց, բայց խնդիր ունեն շատերն էլ, մեկը վախի խնդիր ունի, մեկը նևրոզի, մյուսը դեպրեսիայի խնդիր ունի, ամեն մեկը իր թուլությունն ունի։ Եվ այսօր մենք Աստծո խոսքով պետք է փորձենք բացահայտել, որն է իմ թույլ տեղը, ինչու համար, որպեսզի աշխատենք այդ թույլ տեղի վրա, որպեսզի ուժեղացնենք այդ թույլ տեղը։ Մի ընկեր ունեմ, որ աշխատում է Հոլիվուդում, եւ իրեն հարցրեցի իր պաշտոնի մասին եւ շատ զարմացա, երբ որ իմացա, թե ինչ է նա անում Հոլիվուդում։ Նրան վարձել են Հոլիվուդը, ընդունել է աշխատանքի կոնկրետ Disney ընկերությունը, նրան ընդունել է աշխատանքի մեկ բանի համար, որպեսզի նա օր ու գիշեր նստի, ուսումնասիրի եւ գտնի այն թույլ տեղերը, որ ունի այդ կազմակերպությունը, ծրագրային առումով թույլ տեղերը, որոնցով կարող են հաքերները թափանցել, կոտրել սերվերները եւ կարեւոր տեղեկատվություն գողանալ։ Ուրեմն այս անձնավորությունը իր պաշտոնը մեկ նպատակ ունի՝ նստի եւ ուսումնասիրի ծրագրային թույլ կողմերը։ Ես էլ իրան հարց տվեցի, ասի, բայց միթե հնարավոր է, որ նման թույլ տեղեր լինեն, այդ ինչ թույլ տեղեր պիտի լինեն, այդ որտեղից հաքերները պետք է կոտրեն, սողոսկեն, ինչ-որ բաներ անեն, ասես չես պատկերացնում, վերջին անգամ, որ եղավ այդ դեպքը, մի հատ մուլտֆիլմի սցենար էր, ամեն բան պատրաստ էր արդեն, սցենարիստը պրինտերով տպել էր այդ սցենարը, որ պետք է ի գործ արվեր, մեկ էլ գողացան։ Եվ սկսեցինք ուսումնասիրել ոնց կարող են այդ սցենարը գողանալ, ով գողացավ այդ սցենարը եւ որտեղից, պարզվեց, որ այդ սցենարը գողացել են պրինտերի միջի հիշողությունից։ Եվ ասում եմ, ով կարող էր մտածել, որ այդ նյութը, որ պրինտերով տպվում էր թղթի տեսքով, ինչ որ ժամանակ պահվում է իր հիշողության մեջ, եւ հենց այդ ճեղքից գտել էին այդ թույլ տեղը եւ հաքերները գողացել էին այդ ինֆորմացիան։ Քույրեր, եղբայրներ, մեր կյանքում էլ կան ճեղքեր եւ թույլ տեղեր, որտեղից դևերը կարող են թափանցել, գողանալ, թուլացնել մեզ։ Հիշում եք Հովանու 10:10-ում շատ ենք հիշատակում վերջերս, Հիսուսն ասաց, որ սատանան, նրա մասնագիտությունն ինչ է, նա գող է։ Նա թե օրենքով գող է, թե օրենքից դուրս գող է, բայց նա գող է։ Թե գողական է, թե գող է, թե հանցագործ է, բայց բոլոր նաև գողերի հայրն է։ Ասում են մի անգամ մի գող գնաց գողության, հետո գնաց եկեղեցում մոմ վառեց, որ Աստված իրան հաջողություն տա։ Հետո հիշեց, որ Աստված չի օրհնում մեղքը, հետո ստիպված սատանային դիմեց, ասաց գոնե դու ինձ կօգնես։ Նա գող է։ Եվ նա գալիս է մեր կյանք, որ գողանա։ Բայց գողը միշտ չի որ դռնով է ներս մտնում, չէ՞։ Շատ գողեր պատուհանից են ներս մտնում, ոմանք տանիքից են ներս մտնում, ոմանք նկողից են ներս մտնում, բայց գողին ինչ է պետք ներս մտնելու համար։ Մի ճեղք է պետք, բաց դուռ է պետք, բաց պատուհան է պետք, ինչ որ մի հնարավորություն, մի թույլ տեղ, որտեղից կարող է նա մտնել։ Դուք գիտեք, այս դարում գողերը զարգացել են։ Եթե նախորդ դարում մի գողի տեսակ կար, որոնց ասում են ջեպկիր, ովքեր են այդ ջեպկիրները, չէ՞, ովքեր աննկատ մտնում էին քո գրպանը հասարակական տրանսպորտում, պայուսակդ կողոպտում էին, հիմա էլ կան, բայց հիմա ավելի զարգացած ջեպկիրներ կան, որոնք չեն մտնում քո գրպանը, որոնք մտնում են քո համակարգչի մեջ, որոնք մտնում են քո բանկային տվյալների մեջ եւ քեզանից գումար են կորզում կամ գողանում։ Կան այստեղ մարդիկ, ովքեր տուժել են վիրտուալ ջեպկիրների կողմից, թալանվել են, հա, մի քանի հոգիներ ունենք այստեղ ցավոք սրտի։ Սատանան էլ գող է, իր մեթոդները զարգանում են օրորի, եւ նա ամեն դեպքում ճեղք է ման գալիս, որ մտնի եւ ինչ որ մի բան մեզանից տանի։ Ուրեմն Ծննդոց 3-րդ գլխում մենք տեսնում ենք, որ երբ որ Աստված մարդուն ասես թե ինչ է նրան սպասվում,
Մենք երրորդ գլխում տեսնում ենք մարգարեություն Տեր Հիսուս Քրիստոսի Գալստյան մասին, ասած կանանցից կնոջից ծնվածը պիտի ջախջախի օծի գլուխը, բայց հետո ասում է օծի մասին էլ ասում է դու էլ կխայթես նրա գարշապարը։ Ինչ է գարշապարը, ինչու ոչ գլուխը, ինչու ոչ ձեռքը, ինչու ոչ պարանոցը, այլ գարշապարը։ Որովհետև դա ամենամոտ տեղն է, չէ՞, օծի, օծը պարկած է, օծը կանգնած չի, օծը պարկած է, եւ այն ժամանակ, քանի որ կոշիկներ չկային, սանդալներ էին, եւ մարդիկ երբ որ հագնում էին իրենց կրունկը, իրենց գարշապարը բաց էր, հետեւաբար որպեսզի օծը խայթեր, ամենամոտ թիրախը գարշապարն էր։ Անգամ լսել եք հունական դիցաբանությունից ասում են Աքիլեսյան գարշապար, այսինքն Աքիլեսը, որ իբրև թե այդ դիսաբանական կերպարը, որ ոչ մի կողմից խոցելի չէր, բացի իր գարշապարից եւ մեկը նետով զարկեց եւ նրան սպանեց։ Ուրեմն ամեն մեկս մեր կյանքում ունենք մի գարշապար, որտեղից օծը կարող է մեզ խայթել, կարող է թափանցել մեր կյանքի մեջ եւ սատանան գարշապարն է խայթում։ Նա չի հարձակվում մեր ուժեղ տեղերի վրա, նա հարձակվում է մեր թույլ տեղերի վրա։ Եվ մենք բոլորս ունենք ուժեղ կողմեր, բայց հարցը հետեւյալն է. որն է քո ամենախոցելի տեղը։ Չեմ ուզում հիմա դու պատասխանես, բայց կուզենամ մտածես, որն է քո ամենախոցելի տեղը, որտեղից է սատանան սպասում, որ հարվածի քեզ։ Նա համբերատար սպասում է, նա որսորդ է, նա ուսումնասիրում է իր զոհը։ Նկատել եք գիշատիչները ինչ են անում, միանգամից չեն հարձակվում, ուսումնասիրում են իրենց զոհի թույլ կողմերը։ Մանրակրկիտ, համբերատար ձևով, նույն ձև նաև սատանան։ Որտեղ է այն ճեղքը, որի միջով նա թափանցում է քո կյանքի մեջ քեզ ավերելու եւ քեզ սպանելու համար։ Մտածենք, փորձենք հասկանալ եւ քննենք Աստծո խոսքով։ Ամենաթույլ տեղը։ Գիտեք, մեր ամենաթույլ տեղը կարող է դառնալ քո ամենաուժեղ վկայությունը։ Մտածիր այս մասին։ Քո ամենաթույլ տեղը կարող է դառնալ քո ամենաուժեղ վկայությունը, որ պայմանով, եթե այն հանձնես Քրիստոսին, եթե այն ներկայացնես Աստծուն։ Աստված չի փնտրում կատարյալ մարդկանց, ուժեղ մարդկանց, եթե այդպես լիներ, կգնար Օլիմպիադան եւ սպորտսմենների հետ իր գործը կունենար եւ եկեղեցու մենակ մկանոտ տղամարդիկ կլինեին։ Բայց նա փնտրում է նրանց, ովքեր չեն ամաչում իրենց թուլությունը խոստովանելուց։ Բոլորն էլ թույլ են։ Մի անգամ ես պատմել եմ, որ Եվրոպայի մի չեմպիոնի ծառայեցի, որը շատ-շատերին է տապալել գետին, բայց եկել էր մի խնդրանքով, թուլություն ուներ իր կյանքի մեջ, վախենում էր մենակությունից եւ մթությունից։ Ես նայում եի իր մկաններին, ես էի իրանից վախենում, բայց ինքն էլ վախ կար իր կյանքի մեջ, նևրոզ կար իր կյանքի մեջ։ Մենք ամեն մեկս թուլություններ ունենք, բայց չպետք է դրանք ծածկենք, այլ ինչ անենք, խոստովանենք։ Աստված նման մարդկանց է փնտրում։ Քո ամենաթույլ տեղը կարող է դառնալ քո ամենանշանավոր հաղթանակի վայրը, եթե այն հանձնես Աստծուն։ Եբրայեցիներին 12-րդ գլխի առաջի խոսքում ասում է հեղինակը, ասում է դեն գցենք ամեն ծանրություն։ Ծանրությունը ինչ պիտի անենք։ Շատերը ինչ են անում, վերցնում են իր վրա, մյուսինն էլ, մի բան էլ այո ավելացնում են, չափազանցնում են, ավելի խորացնում են, ավելի մեծացնում են ու մտածելով ինչքան մեծ է իրանց ծանրությունը, այնքան իրանք ավելի կարևոր մարդ են եւ մյուսներին կարող են անարգել, անգամ չափվել իրանց բեռներով ու հոգսերով, իմնա փոքր թե քոնը, իմնա մեծ, հələ քոնին նայ, իմին նայ, բայց Աստծո խոսքն ասում է մի վերցրա քո վրա, դեն գցիր։ Սա կարևոր մի վարժություն է, որ ամեն քրիստոնյա պետք է սովորի դեն նետել։ Բաներ կա, որ պետք է դեն նետեն քույրեր եղբայրներ։ Համաձայն եք թե չէ։ Բաներ կա, պետք է տանես։ Խաչը մի ծանրություն է, որ չպետք է դեն նետես, պետք է տանես։ Պետք է կրես քեզ վրա։ Բայց մեղքը, հոգսը, մտատանջությունները բեռներ են սրանք մեր ուղեղի մեջ, որոնց պետք է սովորենք դեն նետել։
Այս դեն նետել ինչի մասն է խոսում, մի խնայիր, շպրտիր դուրս, շատերս ափսոսում ենք, մի օր կարողա պետք գա, այս իմ բեռը, այս իմ չարությունը, այս իմ հիշաչարությունը, մի օր ինձ կարողա պետք գա, ափսոսա, ոնց դեմ նետեմ, եթե դեն չնետես կջարդվես դրա տակ, դեն գցեք ամեն ծանրություն եւ հետո տեսեք շարունակությունը նայեք, տեսեք բաներ կան, որ ծանրություն է եւ մեղք չի, բայց դա կարող է մեզ տանել դեպի մեղքը, ծանրություն եւ մեղք, համաձայն եք, որ մեղքն էլ է ծանր, որտեղ է ծանրանում մեղքը, եթե հոգսը ծանրանում է մեր մտքերի մեջ, մեղքը ծանրանում է մեր խղճի վրա, մեր սրտի մեջ է ծանրանում, դա ծանր քարի նման է, եւ Աստծո խոսքն ասում է անգամ մեղքը ինչ պիտի անենք, մեղքն էլ պիտի դեն նետենք, որ մեղքերը հատկապես, ասում է այն մեղքերը, որոնք մեզ հեշտությամբ են պաշարում, մեկտեղ գրած է դյուրությամբ պաշարող մեղքեր, մեղքեր կան, որ շատ դժվար է, որ մեզ պաշարեն, չեն էլ կարող մեզ պաշարեն, մեղքեր կան, որ հեշտությամբ մեզ պաշարում են, ինչու, որովհետև մեր կյանքի մեջ բացեր կան, թույլ տեղեր կան, որտեղից այդ մեղքերը կարող են թափանցել, համաձայն եք, մեղքեր կան, կարող են մեզ պաշարել շատ հեշտ, մեղքեր էլ կան, որոնց հանդեպ մենք կատարյալ անտարբեր ենք, կան այդպիսի մեղքեր, բացարձակ հետաքրքրված չես դրանցով, օրինակ ես կատարյալ անտարբեր եմ հարբեցողության, ծխելու, թմրամորության հանդեպ, դրանք բացարձակ ինձ չի հետաքրքրում, ավելին ասեմ, զզվում եմ, բայց մեղքեր էլ կան, բայց չեմ ասի, լավ էլի ասավ ազգի եղբայր, մեղքեր էլ կան, որ կարող են շատ հեշտ մեզ պաշարել, կան չէ, որ ասում է, սրա կոճակը որտեղ է կնով կան, որտեղ է, և սատանան գալիս է և գտնում է մեր թույլ տեղը և սկսում է աշխատել այդ թելի վրա, նա գիտի ոնց մեզ հունից հանի, նա գիտի ոնց մեզ թուլացնի, գիտի ինչպես անի, որ մենք բարկանանք, կորցնենք մեր ինքնատիրապետումը, թուլանանք, մեր չոքերը թուլանան, մենք տկարանանք, նա գիտի քույրեր եղբայրներ, բայց հարց այսօր սա է, արդյոք դու գիտես այդ մասին, եթե չգիտես, թող Սուրբ Հոգին ամեն մեկից հայտնի, մեղքեր կան, որոնք հեշտությամբ մեզ պաշարում են, դրանք մեր թուլություններն են, մեր տկար կողմերն են, մեր կյանքի չվերափոխված գծերն են, որոնք չեն գտնվում Սուրբ Հոգու վերահսկողության ներքո, օրինակ խմիչքը, մեկը կարող է խմիչքի հանդեպ անտարբեր է, մյուսն էլ չի կարող անտարբեր անցնել, անգամ հոտից կարող է հարբել, երբ որ ես Ռուսաստանում եմ լինում և այնտեղ հաղորդություն են տալիս, մեկ ես այլայլվում եմ, ասում եմ, բայց ինչի համար շատ անգամներ, անգամ Միացյալ Նահանգներում հյութ են տալիս, խաղողի հյութ, այդ ասում եմ, չէ որ գրած է գինի, հետո հասկանում եմ, որ ճիշտ են անում, որ այդպես են անում, որովհետև շատ ռուսներ անգամ հաղորդության սեղանի մոտ հոտից կարող են հիշել իրենց անցյալը, իրենց քիմքը, իրենց զգայանանները կարող են արթնանալ այդ ժամանակ և նորից հակում առաջանա դեպի խմիչքը, դրա համար հովիվները նման որոշում ունեն, որը պետք է ուղղակի խաղողի հյութ տան, մեզ համար դա ընդհանրապես մեզ վրա կարող է չազդել, բայց մեկը, որ հարբեցող է եղել աշխարհում եւ գալիս է եկեղեցի, անգամ դա կարող է նրա համար առիթ լինել։ Իշմեկ Պողոս առաքյալն ասում է, որ Կորինթոսում ինչ էին անում, անգամ հաղորդությունից հարբում էին, որովհետեւ թույլ կողմեր կար իրանց կյանքի մեջ, թույլ տեղեր կար։ Ծխախոտը մեկի համար կարող է զզվելի լինի։ Քույրեր, զզվելի է ձեզ համար ծխախոտը։ Անգամ եթե ձեր հարևանը ծխում է, կարծես ձեր տան մեջ զգում եք այդ հոտը, չէ՞։ Կամ երբ որ տղամարդը գալիս է գործից տուն, ինքը ծխող չի, բայց իր կողքը ծխել են, հոտը կպել է շորերին, եւ դա էլ զզվելի է, դա էլ վանելի է։ Քաղաքներ կան, որ հոտ ունեն։ Օրինակ քաղաք կա, գնում ես անուշ հոտ է գալիս։ Ես ինչպես եմ իմանում, եթե իմ աչքերը փակեն,
Եվ ինձ տանեն Լոս Անջելես առանց ասելով, որ ես Լոս Անջելեսում եմ, դուրս գամ օդանավակայան, հոտը քաշեմ, կասեմ ես Լոս Անջելեսում եմ։ Գիտեք ինչու, որովհետև մարիխուանայի հոտ է գալիս ամենտեղից, պլանի հոտ է գալիս։ Մեքենան անցնում է քո կողքով, այնտեղ ծխում են մեքենայի մեջ, դու չէ, այս հոտը կպնում է քեզ։ Բնակիչները չեն զգում։ Ես իմ ընկերներին, որ ասում եմ, ես զզվելի հոտ է, իրանք չեն զգում, որովհետև իրանք կտեղ են, դրա մեջ են։ Բայց մեկը, որ անսովոր է իր համար, դա զզվելի է դառնում։ Հոտ կա, մեղքից էլ հոտ է գալիս։ Մարդու վարքից էլ, չէ, ասում են, ինչ ես նեխածի նման նստել։ Մի բանը, որ նեխել է, հոտ է տալիս եւ զզվելի է։ Բայց մեկի համար այդ հոտը կարող է հաճելի լինել։ Նույն ծխախոտի ծուխը, որ մեկի համար զզվելի է, մյուսը անցնում է այդ ծուխը, քաշում է, մի հատ քաշեմ հանգստանամ եւ սկսում է հիշել իր անցյալը։ Եվ սատանան թույլ տեղին կպավ, թույլացրեց քեզ։ Հովանու ավետարան 14-րդ գլխում Հիսուսն ասում է. գալիս է այս աշխարհի իշխանը։ Նա գալիս է, նա քո կյանքել է գալու։ Նա Հիսուսի մոտ էլ եկավ, նա գալու է անպայման, դու չես կարող խուսափել նրա հետ առերեսումից, դու էլ ես ունենալու քո անապատի փորձությունը, երբ որ նա կկանգնի քո առաջ կասի, բայց թե Աստծո որդի ես, ինչու ես սոված։ Գալիս այս աշխարհի իշխանը, բայց նա ինձ վրա, նայեք, ոչ մի գրված այստեղ իշխանություն, հին թարգմանության մեջ գրված է տեղ չունի իմ մեջ։ Նա իմ մեջ տեղ չունի, ոտքի տեղ էլ չունի։ Պողոս առաքյալը Եփեսացիների մեջ ասում է սատանային ոտքի տեղ մի տվեք։ Գալիս է, բայց ինձ վրա տեղ չունի, ինձանից կախվելու տեղ չունի, որովհետև ես իրան առիթ չեմ տալիս։ Դու գիտեք սատանան շատ լավ առիթից ինչ է անում, օգտվել գիտի։ Նա համեստություն անել չգիտի, ամաչել չգիտի ինչա։ Առիթ եղավ, մի անգամից կվերցնի։ Բայց Հիսուսն ասում է, նա չունի իշխանություն։ Իսկ հնարավոր է այս աշխարհի իշխանը ինչ որ մեկի վրա իշխանություն ունենա։ Այո, իշխան է, բայց չէ, իշխանը ունի իշխանություն։ Իսկ ով է նրան այդ իշխանությունը տալիս, քույրեր, եղբայրներ։ Մենք գիտենք վերջնական արդյունքում ամեն իշխանության ակն ու աղբյուրը Աստված է, բայց մենք ենք նրան տալիս նաև, որ նա մեզ վրա իշխանություն անի։ Մենք ենք այդ առիթը տալիս, դա մեր թույլ կողմն է։ Տեսեք Հիսուսը պարզաբանում է, թե ինչու սատանան կախման կետ չունի եւ իշխանություն չունի, նայեք ինչ է ասում։ Սակայն որպեսզի աշխարհն իմանա, որ ես սիրում եմ հորը, անում եմ այնպես, ինչպես հայրը պատվիրեց ինձ։ Ուզում ես սատանան իշխանություն չունենա քեզ վրա, ուզում ես ոչ մի կախման կետ չունենա քո մեջ, ահա գաղտնիքը, արա այնպես, ինչպես հայրը քեզ պատվիրեց, կգա սատանան ու կգնա քեզանից։ Բայց եթե դու անես այնպես, ինչպես դու ես ուզում, դու լիքը առիթներ ես տալու սատանային քո կյանքի մեջ, թույլ տեղեր, տկար տեղեր։ Հիշում եք անապատում Հիսուսը եկավ, նա եկավ, սատանան եկավ Հիսուսի մոտ։ Նա հայտնվեց նրա առաջ եւ ինչ էր ուզում աներ, սողոսկեր նրա կյանքի մեջ։ Նա բաց դուռ էր ման գալիս, նա ճեղք էր ման գալիս, նա մի փոքրիկ առիթ էր ման գալիս, որ թափանցեր, թուլացներ Հիսուսին։ Հիշում եք ինչ քանի անգամ նա փորձեց մտնել կարիքի դռնից, եթե Աստծո որդի ես, բա ինչու ես սոված, ասա այս քարերը հաց դառնան։ Նա փորձեց իր կարիքից օգտվի, բայց այդ դուռը փակ էր։ Կգա սատանան, կփորձի մեզ այդտեղից թուլացնել։ Բայց եթե այսքան դու աղոթում ես, բան չի պատասխանվում։ Ինչու ես սոված, ինչու ես դեռ վարկերի տակ դու ճռում, խեղճացած, ինչու ուրիշները օրհնվում են, դու չես օրհնվում։ Ինչու են մեկը տուն ձեռք բերես, դու վարձով ես ապրում, նա անընդհատ գալու է փորձի։ Նա ուզում է թույլ կետ գտնի քո կյանքի մեջ։ Եվ եթե ականջ դնես, նա քեզ լրիվ կթուլացնի։ Հաջորդը եկավ, փորձում էր ինքնավստահության դռնից ներս մտնել։ Եթե Աստծո որդի ես, այս բարձր աշտարակից քեզ ցած գցիր, հրեշտակները քեզ կպահեն։
Վատ բան չէր գրված է, հենց գրված է, որ Աստծո հրեշտակները կպահեն քեզ։ Բայց գրված է Հիսուսն ասաց՝ մի փորձի քո Տեր Աստծուն։ Դա կարծես ինքնավստահության այդ բարձրունքն էր, որ ինչ էլ անեմ, Աստված ինձ կպահի։ Ոչ։ Եթե դու փորձես Աստծուն եւ քո ինքնավստահությամբ դա անես, հույս մի ունեցիր, որ Աստծո երաշխիքից պիտի օգտվես։ Վերջում փորձում էր Հիսուսին պաշարել փառքի կողմից, փառքի ճեղք գտնել, փառքի դռնով ներս մտնել։ Գիտեք, նրանք, ովքեր հաղթել են կարիքի փորձությանը, հաղթել են այդ ինքնավստահության փորձությանը, շատերը փառքի փորձությանը պարտվում են, չեն դիմանում։ Ես տեսել եմ այդպիսի հավատացյալների, որոնք ծայրահեղ նեղության մեջ, ծայրահեղ հավատարիմ են եղել Տիրոջը։ Կարիքի մեջ կարճած են եղել Աստծուց։ Դժվարությունների մեջ, աղոթքների մեջ հարատևել են։ Հետո հենց աղոթքները պատասխանվել են։ Եկել է բարգավաճումը, հաջողությունը, բարօրությունը, Աստծուն մոռացել են։ Փառքը կուրացնում է մեզ, փառքը ամնեզիա է պատճառում մեզ, որ մենք մոռանանք Աստծո գործը մեր կյանքի մեջ։ Դրա համար նա վերջում էր թողել։ Սա վերջին փորձությունն էր, փառքի փորձություն։ Ամեն բան քեզ կտամ։ Այս փառքը թագավորությունների քեզ կտամ, մենակ թե ինձ հետ գործարքի մեջ մտիր։ Նա դուռ էր ման գալիս, ճեղք էր ման գալիս, բայց Հիսուսն ասաց, նա ոչ մի իշխանություն չունի ինձ վրա։ Եկեք մի քանի անձնավորություններ նայենք, որ սատանան ճեղք գտավ եւ մտավ։ Եվ այդ ճեղքերը մեզ վրա են, մեր մեջ են դրանք եւ կարող են հենց մեզ վերաբերել։ Հիշում եք Եվայի պատմությունը, Ադամի եւ Եվայի պատմությունը։ Մենք տեսնում ենք, մենք շատ անգամ մտածում ենք, որ Եվայի թույլ տեղը իր աչքն էր։ Այդպես էլ կար, բայց առաջին աչքը չէր։ Սկզբից որտեղից է հավատքը գալիս, ականջից է գալիս։ Հավատքը լսելուց է։ Նրա մեջ դիվային սերմեր ցանվեցին իր ականջի միջոցով, նախքան տեսնելը, նախքան ցանկանալը, նա սխալ տեղ ականջ դրեց։ Սխալ ձայների, սխալ մտքերի։ Գրված է Ծննդոց 3:1-2-ում օծն ասաց կնոջը։ Պատմությունը այսպես է սկսվում։ Օծը ասաց կնոջը, ոչ թե տղամարդուն, այլ կնոջը։ Այս հատուկ չշեշտեցի, էլի։ Ուղղակի որ իմանանք։ Իսկապես Աստված ասաց, որ պարտեզի ոչ մի ծառից չուտես։ Նայեք ինչ ասաց, իրական չասաց, հարց տվեց։ Ինչ կար այս հարցի մեջ։ Կասկած։ Նա Աստծո խոսքը կասկածի տակ դրեց։ Հələ մի հատ լավ մտածի, կարող է տենց չի։ Ինչպես մեկին, որ համոզում էի, ասում եմ, լսի, դու անօրինություն ես անում, դու ուրիշի տղամարդու վրա աչք ես դրել, սիրահարվել ես, դու ինքդ ամուսնացած ես։ Ասում եմ, Վազգեն եղբայր, ինչ ես ասում, միթե գրված չի, սերը Աստծուց է։ Եվ Աստված սեր է։ Դե արի իրեն բացատրի, ինքը արդեն օծին ականջ էր դրել։ Դուք գիտեք Աստվածաշնչի թիվ 1 մեկնաբանը, շատ մեկնաբաներ կան, չէ՞ Աստվածաշնչի։ Աստծո շատ ծառաներ ու մարդիկ են եղել, բայց Աստվածաշնչի առաջին մեկնաբանը Աստվածաբան չի եղել, օծն է եղել։ Արդյոք Աստված այդպես ասել։ Չէ, դե այդ նպատակով չի գրվել, այդ մտքով չի գրվել։ Հələ մի հատ խորը մտածի, հələ մի հատ խորը քննի եւ կասկածի սերմը ընկավ նրա մեջ։ Եղել է երբևէ, որ օծը կասկած բերի քո մեջ Աստծո խոսքի հանդեպ։ Ուզում եք իմ մեղքերը խոստովանեմ, հիմա խոստովանում եմ։ Ես չեմ ասում, որ ես գործարքեմ գնացել, բայց նա կբերի։ Արդյոք այդ խոսքը քո մասին էր։ Արդյոք այդ խոսքը քո համար է, դա հрьяաների, դա ուրիշների համար է, քո համար չի, ինչ ես ոգևորվել։ Գուցե այսօր լավ թերթիկներ են ընկել մեզ, չէ՞, բոլորն են լավն է, խոսքը բացում ես, այսօր գրիշ եղբայրս եկա, որ ախուրա, խլատես ինձ ինչ չալաղաչ կտոր անգել, ինչ խոսք անգել։ Հետո ես նայում եմ իրան, հետո նայում եմ իմը խրատ է, իրանը խոստում։ Բայց երկուսն էլ մերն է։ Օծն ասաց կնոջը, իսկապես,
Իսկապես այդ խոսքը քո մասին է, քո համար է։ Եվ տեսեք, կինը ասաց օծին, հետո սկսվեց երկխոսությունը։ Եկեք այս խոսքերը կողքի դնենք, օծն ասաց, կինն ասաց, օծն ասաց, կինն ասաց, արանքումով տուժեց Ադամը, բոլորս տուժեցինք, մեկի երկխոսության պատճառով ամբողջ մարդկության ցեղը տուժեց, ուրեմն Եվայի ճեղքը բաց դուռը աչքը չէր, ականջներ, լսել եք աշխարհի մեջ ասում են աղջիկները ինչպես են սիրում, դրա համար ինչ են գցում ականջին, ականջով, աղջիկները սիրում են ականջով, չեմ ասում սա ճիշտ է, բայց աշխարհի մեջ են ասում սա, այսինքն շոյող խոսքեր ասա, ինքը հեշտ կհամոզվի, կհավատա ականջով, դրա համար օծը գտել էր եւ շատ քույրեր իրանց ականջը սկսեցին ստուգել, շոյել, ուշադիր լինել, Տեր Հիսուսն ասաց, ուշադիր եղեք ինչ եք լսում, եւ հետո նաեւ ասաց ուշադիր եղեք ինչպես եք լսում, եւ Եվան առևտրի մեջ մտավ օծի հետ, առ եւ տուր, եւ արդյունքում ծնվեց մեղքը, ճեղք, թույլ տեղ, թույլ արանք, որտեղից նա մտավ եւ ապականեց մարդկությանը, Տեր Հիսուսն ասաց, իմ ոչխարները լսում են շեշտը նայեք որտեղ է, ոչխարները շատ ձայներ կարան լսեն, բայց ամենակարևորը սա է, իմ ձայնն է լսում, մեր կյանքի մեջ շատ ձայներ կան, քույրեր եղբայրներ, եւ այստեղ լսել ֆիզիկական լսողության մասին չի խոսքը, լսել այսինքն հնազանդվել, գնալ այդ ձայնի հետևից, մենք շատ ձայներ կարող ենք լսել, մարմնի ձայնը, մեղքի ձայնը, մտքի ձայնը, ուրիշի ձայնը, վախի ձայնը, նևրոզի ձայնը, դեպրեսիայի ձայնը, բայց ում ձայնին ես լսում ու հնազանդվում, ինչպես ես երևում դու ում գառն ես, իմ գառները լսում են իմ ձայնը, օծը, մեղքը, գայթակղությունը ձայն ունի թե չէ, երբևէ լսել եք մեղքի ձայնը, օրինակ մարդիկ կան ասում են այդ օղու բաժակը ինձ աշկով արեց, հետո փողերը ձայն ունեն, չէ, անգամ փողերը երգ ունեն, ռոմանս են երգում մեկ ասում է, չէ, փողերը կարան լացեն, եւ տարբեր ձայներ կան այս աշխարհի մեջ, Պողոսն էլ ասում տարբեր ձայներ կան, բայց ում ձայնին լսես, այդ ձայնն էլ քեզ կապրեցնի կամ կսպանի, եկեք այսօր ձայնազուր կանենք վախը, մեղքը, սատանային մեր կյանքի մեջ, եւ ականջ դնենք Աստծուն, ուրեմն առաջին ճեղքը, առաջին բաց դուռը, որով սատանան թափանցեց, թույլ տեղը, որ գտավ մարդու մեջ, ականջներ, ուշադիր եղեք ձեր ականջներին, լսել եք ասում են, չէ, օր ու գիշեր նստած է խեղճ երեխու ականջին, սղոցում է ականջը, լցնում է ականջը, վերջու էլ այդ մարդը տրվում է, չէ, ում ականջ դնես, իրա հետևից կգնաս, իրեն կհնազանդվես, վերջու ականջ դնել, ականջ լցնելու իմաստը որն է, որ քեզ համոզեն, անես մի բան, որ քեզ թելադրում են, ուրեմն միած ստուգենք, արդյոք մեր ականջները ճիշտ տեղում են, արդյոք մենք ճիշտ անձնավորության ենք ականջ դնում, արդյոք մենք Հիսուսին ենք լսում, նրա ձայնն ենք լսում, երկրորդ անձնավորությունը, որ տեսնում ենք Աստվածաշնչում Եսավն էր, որ թույլ տեղ ուներ, շատերը շատ Աստծո մարդիկ թույլ տեղեր ունեին, բայց եթե Եվայի մոտ իր թույլ տեղը ականջն էր, Եսավի մոտ իր թույլ տեղը բերաններ եւ փորներ, ստամոքսներ, լսել եք Պողոս առաքյալը կարծեմ Փիլիպեցիներին է գրում, ասում է, ոմանց մոտ իրանց որովայնը, իրանց Աստվածն է, տենց է գրված, իրանց փորը իրենց Աստվածն է, այսինքն ինչ, եթե մարդու փորը մեծ է, իր Աստվածն էլ է մեծ, դա ինչ է նշանակում, այսինքն իր ախորժակը, չէ, իր փորն է, իր ստամոքսն է իրան թելադրում ինչ անի, ինք շարժվում է իր զգայարաններով, նյութեղենով, մարմնեղեն ցանկություններով է ինքը շարժվում, համ ու հոտով է ինքը շարժվում, երևույթով է շարժվում,
Ուրեմն Եսավի մոտ իր թույլ տեղը բերանն էր։ Բերան, այսինքն քիմքը, հոտոտելիքը, զգայարանները, մարմնական ցանկությունը։ Հիշում եք Հակոբը դեռ եւ Եսավը չծնված պատմությունը ինչ է ասում, նրանց ծնունդը ծննդոց 25-26-ում ասում է նրանից հետո եկավ նրա եղբայրը, երկվորյակ էին իրանք։ Սկզբից ով ծնվեց Եսավը, հետո ինչ եղավ, նրա եղբայրը ձեռքով Եսավի գարշապարից բռնած։ Ինչ էր ուզում այսինքն աներ, արի ստեղ էլ է, ես պիտի առաջինը ծնվեմ, բայց դեռ իրենց մոր որովայնի մեջ Հակոբը գտել էր Եսավի թույլ տեղը, օձը որտեղից է խայթում, գարշապարից, որն էր Եսավի թույլ տեղը, իր ստամոքսը, իր բերանը, և ծննդոց 29 գլխում մենք տեսնում ենք վերջ այս գործարքը, երբ որ Եսավն ասեց, չասեց, ինչի սա պետք իմ անդրանեկությունը, մեկ ամ մեռնելու եմ, գնամ, տուր այդ ճաշը ես ուտեմ։ Եվ Հակոբը Եսավին տվեց հաց և ոսպապուր, նա կերավ, նայեք դեպքերի զարգացումը, կերավ, հետո խմեց, ասում են ուտող խմող մարդ, և վեր կացավ ու գնաց։ Իրականում մտածեց ինչ արեցի, որ բանը չփոխվեց, նույն Եսավը մնացի, այն ժամանակ սոված է հիմա փորս կշտացավ, բայց նայեք հիմա Աստծո գնահատականը, Եսավը անարգեց անդրանեկությունը։ Այսինքն, ինչ արեց Եսավը, նա գերադասեց մարմնի անմիջական կարիքը հոգևոր հավիտենական օրհնությունից։ Նա տվեց հավիտենական արժեքը կարճաժամկետ ցանկության բավարարման համար։ Եսավ այն մարդն էր, որ պահի թելադրանքով, մի հաճույքի համար, մի հաճույքի դիմաց ձեռքից տվեց իր սրբությունը, իր կոչումը, օծությունը, Աստծո նախախնամությունից հրաժարվեց։ Ինչքան Եսավներ կան այսօր մեր միջավայրում, որոնք պատրաստ են մեկ ակտի դիմաց, մեկ գործողության դիմաց, մեկ բաժակի դիմաց, շնության մեկ ակտի դիմաց իրենց հոգևոր կոչումը ձեռքից տան։ Աստված ողորմություն անի, որ Եսավի պես չլինենք, թե քո թույլ կողմը քո բերանն, այսինքն քո հոտոտելիքը, քո ռեցեպտորները համի, քո զգայարանները, քո մարմնավոր ցանկությունները զգուշ եղիր։ Սատանան աշխատում է այդ ուղղությամբ, որ քեզ թուլացնի և թափանցի քո կյանքի մեջ։ Երրորդ անձնավորությունը, որ տեսնում ենք, Սամսոնն է։ Հետարքիր առաջինը Եվան ականջի թուլությունն էր, Եսավինը բերանն էր, Սամսոնը աչքերը։ Թույլ տեղերը նրա աչքերն էին։ Թեպետ թույլ բառը չի սազում Սամսոնին, չէ՞։ Ուժեղ Սամսոն, գերբնական ուժերն է տիրապետում, նրա ամենաուժեղ տեղը որտեղ էր, իր մազերն էին, բայց ամենաթույլ տեղը, հետարքիրը Սատանան երկուսն էլ ուսումնասիրել էր, երկուսն էլ բացահայտեց գաղտնիքը։ Նա Դալիլայի միջոցով հրապարակեց, որ նրա ամենաուժեղ կողմը մազերն էր և ամենաթույլ կողմը աչքերը, որովհետև ասում է Սամսոնն իջավ Թամնաթա փղշտացների մոտ և Թամնաթային փղշտացների աղջիկներից մի կին տեսավ, աղջիկ էլ չէ կին տեսավ, ինչ արեց, տեսավ։ Նա վեր գնաց և իր հորն ու մորը պատմեց ու ասեց Թամնաթային փղշտացների աղջիկներից մի կին տեսա և հիմա ինձ համար կին առեք նրան։ Սամսոնը մեկն էր, որ շարժվում էր ոչ թե հավատքով, այլ տեսածով, ըստ երևույթին։ Ոնց տեսնում է, այդպես դատում էր ինքը, աչքի խապկանքով։ Քույրս եղբայրս, եթե աչքով է շարժվում, մեր աչքը խափուսիկ է, քո աչքը քեզ խափելու է։ Տեր Հիսուսն ասում է, աչքը մարմնի ինչն է, ճրագն է։ Եթե այն խավար է, ամբողջ մարմինը խավար կլինի։ Աչքի երևույթով, աչքի տեսածով շարժվեց, հետևաբար հետո ինչ եղավ, երբ որ թշնամները նրան բռնեցին, նրա աչքերը հանեցին։ Ահա թե ինչ է անում Սատանան, նա ճեղք է ման գալիս, թույլ տեղ է ման գալիս։ Եվ ցավոք այսօր շատ քրիստոնյա անգամ տղամարդկանց մոտ
Կա այս թուլությունը, աչքի թուլությունը։ Մի աչքով էստեղ է, մյուս աչքով այնտեղ։ Մի աչք իրաց կնոջ վրա է, որ ոչ ոք իր կնոջ չմոտենա, մյուս աչքը ուրիշի կնոջ վրա է։ Դրա համար շաշանում են մարդիկ։ Որտեղ են աչքերդ նայում, որ կայքերի մեջ ես դու, ում ես դու հետևում, ում ես դու նայում, ուշադիր եղիր։ Չորրորդ անձնավորությանը նայենք։ Եկեք մի հատ վերհիշենք։ Եվայի թույլ տեղը, Եսավինը, Սամսոնինը, հիմա չորրորդը նայենք, Պետրոս առաքյալ։ Որներ իր թույլ տեղը, իր լեզուն, որտեվ քանի անգամ ինք ասես, Տեր, ով ես, բացարձակ ես չեմ ուրանա քեզ։ Կամ ասեց, որ քավլիցի, որ քո հետ նման բան լինես, Պետրոս ջան, միշտ ապիր։ Շատերս ոգևորվում ենք ու կարող ենք սխալներ թույլ տալ, սայթակումներ թույլ տալ մեր լեզվից։ Բարկացած ժամանակ նկատում եք մեր ամենաակտիվ օրգանը որն է, լեզուն։ Սայթակումներ ենք թույլ տալիս, որի պատճառով հետո տուժում ենք եւ նույն իր թույլ տեղի պատճառով ինչ արեց Պետրոսը 3 անգամ ուրացավ։ Նույն բերանով դավանեց, նույն բերանով ուրացավ, շտապեց։ Եվ Մատթեոս 26:74-ում 3 անգամ ասեց, ես նրան չեմ ճանաչում։ Թույլ տեղ կար, որ Տերը պետքա աշխատեր Պետրոսի այդ թույլ տեղի վրա եւ հետագայում նրա զորությունը մեզ համար օրինակ լիներ, նրա ապաշխարությունը, որովհետեւ այդ նույն թույլ տեղը այնքան զորացավ, հիշում եք, երբ որ Սուրբ Հոգին եկավ կրակե, լեզուներով եկավ։ Եվ Պետրոսը, որ ամաչում էր եւ ուրանում էր, բոլորի առաջ դավանեց այդ լեզվով։ Նրա տկարությունը դարձավ նրա ամենազորավոր վկայությունը։ Մենք էլ կարող ենք լեզվից թույլ լինել։ Պարտադիր չեն Պետրոսի նման, բայց ոմանք թույլ են լեզվից բամբասանքի առումով, ոմանք հայույթյան, ոմանք անիծելու, ոմանք ստելու, ոմանք իրանց վրա սխալ խոսքեր հռչակելու, ես մեռա, ես զզվում եմ, ես կմեռնեմ, ես չգիտեմ կուրացա, ես եւ այլն, դու տեսնում եք, այսքան ցավերով են մարդիկ պատվում, որովհետեւ սատանան թույլ տեղ է ման գալիս։ Սաղմոս 141:3-ում աղոթում է Սաղմոս 2-ն, ասում է Տեր, պահապանիր իմ բերանին, լավ աղոթք է թե չէ։ Արժի մենք էլ ասենք, թե կարիք չունենք մենք այս աղոթքը ասելու։ Կարանք իրար հետ հիմա կրկնենք, Տեր, պահապանիր իմ բերանին, պահապանիր իմ շրթունքների դուռը։ Ես կարծում եմ սա շատ որոշ մեր չէ, որոշ կիսուրների սիրելի աղոթքն է։ Տեր, պահապանիր հարսիս բերանին։ Եվ հարսերն էլ հակառակը կարող են աղոթել։ Եկեք այսօր մենք մեզ համար աղոթենք, որովհետև մեր բերանը ինչ է, դուռ է։ Մեր շրթունքները դուռ են։ Եվ Հիսուսն ասում է, այն ինչ որ ներս է մտնում պղծում, այլ դուրս եկողն է մարդուն պղծում։ Զգուշ եղիր, այդ դռնից ինչ է դուրս գալիս, դա քեզ ապականելու է, թունավորելու է։ Ինչ խոսքեր ես ասում քո երեխային։ Դա կարող է դուռ բացել, որ հուսահատության դևը մտնի իր կյանքի մեջ։ Ինչ խոսքեր ես ասում քո ամուսնուն կամ քո կնոջը։ Դա կարող է դուռ բացել դեպրեսիայի համար, նևրոզի համար, մի արա։ Թույլ տուր Տերը պահապան դնի քո շուրթերի վրա։ Լեզուդ գոռում է ներսից, ասում է բացեք շուրթերի դարպասները, բան ունեմ ես դրան ասելու, բայց քանի որ Տերը պահապան է դրել, դու զսպում ես քեզ, որովհետև դա կարող է կործանի քո կյանք։ Եթե Պետրոսին ասենք, Պետրոս եղբայր, որն է քո կյանքի ամենացավալի պահը, որի համար ամենադառն ես դու զղջում։ Գիտեք ինչ կասի նա, գիտեք չէ ինչ կասի։ Մենք գիտենք ինչ կասի, Երանի իմ շուրթերը ես պահեի եւ իմ տիրոջը չուրանայի։ Հետևաբար Տեր պահապան դիր, ուրեմն ամփոփենք նորից։ Եթե Եվայի թույլ կողմը ականջն էր, Եսավինը բերանը, Սամսոնինը աչքերը, Պետրոսինը լեզուն, հիմա գանք վերջի մեր օրինակին։ Հուդան, թույլ տեղ ուներ Հուդան թե չէ։
Ձեռքերը ձեռքից թույլ։ Ու երբ որ ասում են ձեռքից թույլ, ի՞նչ է նշանակում դա։ Ոչ թե ձեռը թույլ է, մկանոց չի, ձեռքից թույլ, լեզվից թույլ, որ ասում են, այսինքն ինչ, գաղտնիք պահել չգիտի։ Ձեռքից թույլ, այսինքն գող։ Թույլ տեղ կար, ճեղք կար եւ սատանան գտավ այդ թույլ տեղը։ Հաց վերցնելուց հետո Հովանու 13:27 ասում է. Սատանան մտավ նրա մեջ։ Քույրեր եղբայրներ, կարող է սատանան մտնել ինչ-որ մեկի մեջ։ Լսել եք այդ արտահայտությունը, որ ասում են, «Էս ինչ սատանա մտավ իմ մեջ, այ մարդ, ես էս ինչ արեցի»։ Սատանան մտավ նրա մեջ։ Բայց ոնց մտավ նրա մեջ։ Սա ունի իր նախապատմությունը։ Հո մի անգամից չմտավ նրա մեջ։ Սատանան փորձում էր շուտ մտնել, չէր կարողանում, նա տեղ էր ման գալիս, թույլ տեղ, բաց դուռ, ճեղք։ Եվ հիմա նայեք նախապատմությունը։ Հովանու 12:6, որովհետև գող էր եւ ընդհանուր գանձանակը տնօրինողն էր։ Հիսուսի թիմը ուներ գանձանակ, ինչու համար էր այդ գանձանակը։ Հանգանակություն հավաքելու, չէ, եւ աղքատներին, կարիքավորների համար հանգանակություն էին հավաքում։ Այնպես որ գանձանակը դա 20-րդ դարի, 21-րդ դարի եկեղեցու նորարարությունը չի եղել։ Հիսուսի ծառայակիցներն էլ ունեին գանձանակ, որտեղ գումար էր հավաքվում։ Որովհետև գող էր եւ ընդհանուր գանձանակը տնօրինողն էր եւ ինչ որ այնտեղ դրվում էր, իրեն էր պահում։ Չեմ ասի որտեղ, բայց 2 տարի առաջ մի եկեղեցում, կրոնական եկեղեցում, մի դեպք բացահայտվեց, որ քահանան հոգևորականը եկեղեցու գանձանակի վրա ուրիշ գանձանակ էր դրել եւ սփռոցով ծածկել էր։ Եվ մարդիկ, որ գալիս էին, գումար էին գցում, վերևի գանձանակը լցվում էր, տակինը եկեղեցու գանձանակն էր։ Հետո վերևի գանձանակը դնում էր թևի տակ գնում էր, տակի գանձանակը դատարկ էր մնում։ Հետո բացահայտվեց ու մեծ խայտառակություն եղավ։ Փողը շատերի համար թույլ տեղ է։ Մարդիկ կարող է իրանց լեզվին տիրապետեն, բայց երբ որ հարցը փողին է գնում, ձեռքերը թուլանում է, ոտքերը թուլանում է, իրենք իրենց կորցնում են։ Ինչ որ այնտեղ դրվում էր, իրեն էր պահում։ Ինչու էր իրեն պահում, որովհետև մեր լեզվով ասած իրան վիզ փող էր պետք։ Տեսել եք տենց մարդկանց ասում են, ախպեր ինձ վիզ փող է պետք։ Հենց մեկը ինձ տենց բան է ասում, հասկանում եմ, որ սատանան սրան մի բանով խաբել է, ուզում է մի բան անի։ Ինչու էր իրան վիզ փող պետք, որովհետև ագարակ էր տեսել։ Ուզում էր առնել հարմար գնով։ Եվ հետո իր վզի հետ ինչ եղավ, մենք գիտենք այդ պատմությունը։ Թույլ տեղ գտավ, մտավ եւ իրեն ապականեց։ Գողը եկավ։ Շատ բան կարող ենք ասել, բայց կուզենամ պատրաստվենք երկրպագության համար։ Սատանան թույլ տեղ է գտնում։ Օրինակ Արուսյակի կյանքում թույլ տեղը հպարտությունն էր եւ ինքնահիացմունքն էր, փառասիրությունն էր, չէ՞։ Ինքը հիացավ իրանով, ինքը հիացավ այդ գեղեցկությամբ։ Մեկը կար, որի մոտ գլուխ էր գովում, ասում է զարմանում եմ, Աստված ինչի է ինձ այսքան խելացի ստեղծել։ Ես զարմանում եմ, որ ինքը տես բան ասեց, որովհետև շատ բաներ կարար ասել, բայց խելացի զարմացրեց։ Հետո մեկն էլ կարող է իր մասին ասի, հայլու առաջ կանգնի ասի, զարմանում եմ, տեսնես Աստված ինչի է ինձ այսքան գեղեցիկ ստեղծել։ Այսինքն մի անգամ Ադամը Աստծուն աղոթեց, ասեց Տեր Աստված, ինչ ես Եվային այսքան գեղեցիկ ստեղծել։ Ասում է, ստեղծել եմ, որ ինքը քո դուրը գա։ Բա ինչ ես իրան այդքան հիմար ստեղծել։ Ասում է, որ դու իրա դուրը գաս։ Հիմա ինքնահիացմունքի մեջ էր Արուսյակը։ Եվ արդյունքը կործանարար եղավ։ Քույրս եղբայրս քեզանից հիասթափվիր, բայց Աստծով հիացիր։ Մեր մեջ ոչ մի հիանալի բան չկա, Պողոս Առաքյալն է այնպես ասում, ոչ մի լավ բան մեր մեջ չկա։ Քո շնորհները, քո տաղանդները մի օր գերեզման ես տանելու, քո հետ փտելու է։ Ոչ ոքի դա ինչ որ մի բան քեզ օգուտ չի տալու։ Բայց
հիանանք Տիրոջով եւ արուսյակի մեղքի մեջ չընկնենք։ Կայենը, որն էր իր բաց դուռը, նախանձը։ Եվ սատանան մտավ եւ դարձրեց նրան եղբայրասպան։ Բաղամն ու Գեզին, ինչ բաց դուռ կար Աստծո ծառաների կյանքի մեջ, արծաթասիրությունը, չէ՞։ Ղովտի կինը նյութապաշտություն, նա հետ նայեց, որտեղ իր ունեցվածքն էր թողել այնտեղ եւ սատանան մտավ ու իրան քարացրեց։ Ղովտը, երբ որ փախել էր, ճիշտ ասում արդար Ղովտ, բայց իր կյանքի մեջ մի օր ղալաթ արեց։ Գիտեք ինչ արեց, խմեց, հարբեց եւ անբարոյություն գործեց ինքը, խայտառակություն, հարմարավետությունն ընտրել էր, միջև այդ էլ հարմարավետության մեղքի մեջ էր։ Աբրահամը իր կյանքի մեջ վախեր կային, բաց դռներ կային, որոնցով սատանան խայտառակում էր նրան։ Մովսեսը, որ թեպետ հեզ էր, բայց մի ճեղք գտավ, վերջը 40 տարի աշխատեց Մովսեսի վրա, մի ճեղք գտավ սատանան եւ դա բարկությունն էր։ Եվ նա կորցրեց իր ինքնատիրապետումը եւ կորցրեց Աստծո խոստումի իրագործումը։ Դավիթը, որ նրա աչքը տեսավ եւ հավանեց ուրիշի կնոջը եւ անեծքն ու մահը թափանցեց իր ընտանիք, իր թագավորությունը ցնցվեց այդ մեղքից։ Դեմասը, որ սիրեց աշխարհը, ճեղքեր են սրանք, որ սատանան ման է գալիս մեզ վրա։ Հիմա ասենք, բա մենք ինչ անենք, եթե այդ մեծամեծ հզորները նման ճեղքեր ունեցան, բա մենք ոնց վարվենք։ Պողոս առաքյալը գալիս է օգնության մեզ եւ ասում է, երբ տկարանում եմ, այն ժամանակ զորանում եմ։ Կարդացել եք այդ խոսքը։ Այդ ոնց է լինում տենց։ Չէ՞ որ սա հակասություն է, ոնց կարող է մեկը տկարության ժամանակ զորանալ։ Գիտեք ինչ է ասում Պողոսը։ Այսինքն նա գիտակցեց մի գաղտնիք, նա կարող է տկարանալ։ Ասաց, ով չի տկարանա եւ ես չեմ տկարանա։ Ով չի բորբոքվի եւ ես չեմ բորբոքվի։ Բայց նա հասկացավ, որ Աստծո իրական զորությունը սկսվում է այնտեղ, որտեղ ինքը ճանաչում էր սեփական տկարությունը, չի ծածկում, չի թաքցնում, այլ բերում է Աստծո առաջ։ Եվ ասում է, որպեսզի չհպարտանամ այս դեպքերն եղան իմ կյանքի մեջ։ Նա հասկացավ։ Սատանան թույլ կոմեր էր գտել նրա մեջ, հպարտություն, պարծանք, բայց նա նաև իր տկարությունը բերեց Աստծո առաջ։ Հիշում եք, ասում է, ինչը կհաղթի քաչ թաթուլին։ Ով էր քաչ թաթուլը։ Մեր ջավախցիները շատ լավ են իրան ճանաչում, չէ՞։ Իր ամրոցը միջև հիմա կա։ Ով կհաղթի, ինչը կհաղթի քաչ թաթուլին, եթե չլինեն կինն ու գինին։ Գտել էին թաթուլի թույլ կողմերը։ Կին եւ գինի։ Գումարում ես իրար, այլ թաթուլը չի կարա դիմադրի ախպեր։ Զենքը, թշնամին, բանակը, ոչ ոք չի կարող նրան նվաճել, բայց այս երկու գործակալ, կներեք կանայք, ձեր մասին չի դա, այլ ընդհանրապես մենք խոսում ենք մեղքի մասին, որտեվ կինն էլ թույլ տեղ ունի, տղամարդն էլ թույլ տեղ ունի։ Հուդայի մոտ ձեռքերն էին, Պետրոսի մոտ լեզուն էր, Եվայի մոտ ականջն էր, Եսավինը բերանը, Սամսոնը աչքերը, իսկ քո մոտ որն է։ Ուզենամ Սուրբ Հոգու հետ խորհրդացես։ Ինչ որ մեկի մոտ կարող է վիրավորվածությունը լինել։ Մարդ, որ արագ վիրավորվում է եւ գիտեք վիրավորվածությունը մենակ չի գալիս, իր հետ բերում է նախանձ, բարկություն, դառնություն, թշնամանք, աններողամտություն, ճեղք է, չէ՞։ Եթե վերքի վրա մի ճեղք է գոյանում, միկրոբներ են թափանցում։ Թարախ է գոյանում այդտեղ, զգուշ եղիր։ Փառքը, փողը, փորը, զգուշ եղիր, ինչն է քեզ կառավարում։ Հիշում եմ մի անգամ Ալա Պուգաչովան իր հեղինակային հաղորդման ժամանակ մի բան խոստովանեց։ Ասեց, ես առանց ծափերի չեմ կարող ապրել։ Ես առանց ծափերի կյանք չունեմ։ Նա փառքի գերի էր։ Նա կախված էր իր լսարանից։ Դրա համար ոմանք դա ստիմուլ է, բայց իրականում ճեղք է։ Սատանան թափանցում է այդպիսով։ Եվ հիմա վերջում այսպես ավարտեմ։ Ինչպես իմ ընկերը Հոլիվուդում, որ աշխատում էր Դիսնեյում, որպեսզի ճեղքեր գտնի եւ հայտնի եւ փագի այդ ճեղքերը,
Կուզենամ այսօր մենք էլ մեր կյանքի մեջ ունենանք մարդկանց, ովքեր մեզ կհուշեն, քույրս, եղբայրս, ստեղ ճեղք կա, ընդեղ ճակ կա, ընդեղ բաց դուռ կա կյանքիդ մեջ։ Եթե մեկին էլ չունես Սուրբ Հոգին կա քո կյանքի մեջ, թող հուշի քեզ։